Պրոբացիայի ծառայությանը կվերապահվի տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն։ Կնախատեսվեն այդ փոխադրման կարգը սահմանող ենթաուրեսդրական ակտի, ինչպես նաև կալանավորված, ձերբակալված և դատապարտված անձանց փոխադրությունների ուղղությունները կարգավորող համատեղ ակտի ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմեր։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Քննարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել պրոբացիայի ծառայության լիազորությունների շրջանակը, վերջինիս վերապահելով նաև տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման գործառույթը։ Առաջարկվող կարգավորումները բխում են պետության այն քաղաքականությունից, որ ձերբակալված, կալանավորված, այդ թվում տնային կալանքի տակ գտնվող անձանց և դատապարտված անձանց փոխադրումները պետք է իրականացնի այն մարմինը, որի հսկողության կամ ենթակայության ներքո գտնվում է տվյալ անձը։ Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ այլընտրանքային խափանման միջոցների, այդ թվում տնային կալանքի կիրառման ապահովման գործառույթը վերապահված է պրոբացիայի ծառայությանը, տնային կալանքի տակ գտնվող անձինք հանդիսանում են պրոբացիայի շահառուներ, ուստի համաձայն իմ կողմից նշված քաղաքականության տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումները պետք է ապահովի հենց պրոբացիայի ծառայությունը։ Գործող իրավակարգավորման պայմաններում տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումը փաստացի իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, չնայած այն հանգամանքին, որ այդ անձինք հանդիսանում են պրոբացիայի ծառայության շահառուներ։ Սա առաջ է բերում իրավական և ինստիտուցիոնալ որոշակի անհամապատասխանություններ։ Կարծում եմ օրենսդրական փոփոխությունները իրականում վաղուց պետք է տեղի ունեցած լինեին, որովհետև այդ անհրաժեշտությունը կար, քանի որ թեև ոստիկանության մարմինները պրոբացիայի շահառուներին, իսկ ավելի պարզ ասած մեղադրյալներին ուղեկցում էին դատարան, բայց ոստիկանությունը ուղիղ այդպիսի լիազորություններ չունի։ Ոստիկանության լիազորությունների մեջ էր մտնում ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումը, դրա հետ կապված կար համապատասխան կարգ, կառավարության որոշում և այլ կարգավորումներ, և ոստիկանությունը տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցում էր հաշվի առնելով պրոբացիայի մարմնին աջակցելու օրենքով սահմանված նրանց պարտականությունը, սակայն ոստիկանության մարմինների կողմից պրոբացիայի շահառուներին դատարաններ կամ վարույթ իրականացնող մարմիններ ուղեկցելու կարգ նախատեսված չէր, և եթե հարց առաջանար, թե ոստիկանության ծառայողը ինչ կերպ, ինչ միջոցներով պետք է ուղեկցումը կազմակերպել, այդ բոլոր հարցերը բաց էին։ Դրա վառ օրինակներից մեկը նա է, որ որպես կանոն համայնքային ոստիկանության ծառայողները պրոբացիայի շահառուներին օրինակ դատարաններ էին ուղեկցում հենց սեփական տրանսպորտային միջոցներով։ Նախարարությունը այս իրավիճակը հիմնավորում է պրոբացիայի ծառայությունում մինչ այժմ եղած հաստիքների սակավությամբ։ Այս խնդրի լուծման համար նախորդ տարեվերջին կատարվեցին անհրաժեշտ փոփոխություններ։ 2025 թվականի դեկտեմբերի 22-ին փոփոխություն է կատարվել վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 706A որոշման մեջ և պրոբացիայի ծառայության հաստիքների միավորների առավելագույն քանակը ավելացել է 130-ով, այսինքն պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումների կապակցությամբ նախկինում արկախոտ շնդոտները այլևս վերացել են և առկա են բոլոր պայմանները այս լիազորությունը պրոբացիայի ծառայությանը վերապահելու համար։ Ավելացված հաստիքները դեռևս կադրային համալրման փուլում են։ Գործընթացի ավարտից և փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո էականորեն կկրճատվի նաև ոստիկանության ծանրաբեռնվածությունը։ Ներկայում ունենք մոտ 520 անձ, ում նկատմամբ կիրառված է տնային կալանք խափանման միջոցը, ուստի ակնհայտ է, որ այս լիազորությունը պրոբացիայի ծառայությանը վերապահելով որոշ չափով կնվազի ոստիկանության ընդհանուր ծանրաբեռնվածության աստիճանը, բայց բացի այդ ցանկանում եմ նշել, որ այս կարգավորումների ընդունման արդյունքում համայնքային ոստիկանները կազատվեն այն ոստիկանությանը դասական իմաստով ոչ բնորոշ գործառույթից, ինչպիսիք են ուղեկցումները, և հնարավորություն կունենան առավելապես կենտրոնանալ համայնքի հետ աշխատանքների վրա, ինչը բխում է 2024 թվականին ընդունված ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից։ Ոլորտում ներկայումս գործող օրենքները մասնագիտական համայնքի խոսքով բավարար չափով կարգավորում են ոլորտի իրավահարաբերությունները։ Նաև բովանդակային կլուծվի խնդիրը, քանի որ պրոբացիայի շահառուները պրոբացիայի մասին օրենքի համաձայն գտնվում են հենց պրոբացիայի մարմնի հսկողության տակ և նրանց շարժը, նրանց ցանկացած տեղափոխումը հենց արձանագրվում է նաև պրոբացիայի մարմնի աշխատողների կողմից։ Այս դեպքում այս օրենսդրական փոփոխությունների պայմաններում կարծում եմ, որ այս process-ը շատ ավելի կազմակերպված կիրականացվի, որովհետև հիմա պրակտիկայում օրինակ դատարանը կամ
վարույթ իրականացնող մարմինը գրություն են հասցեագրում ոստիկանությանը խնդրելով տեղափոխել մեղադրյալին քննչական գործողությունների կամ դատական քննության դատարան, միևնույն ժամանակ գրություն են հասցեագրում պրոբացիայի մարմնին եւ մարմնին տեղյակ են պահում, որ այսինչ օրը, այսինչ ժամին մեղադրյալին պետքա ոստիկանությունը տեղափոխի օրինակ դատարան կամ քննչական մարմին որևէ գործողություն անելու։ Փոփոխությունը մասնագետների խոսքով էապես կազդի համակարգի արդյունավետության վրա, ինչպես իրավական, բովանդակային, այնպես էլ տեխնիկական առումով։ Պրակտիկայում շատ են նաև դեպքերը, երբ որ օրինակ այդ տեխնիկական հսկման սարքերը, որոնք ուղեկցվում են տնային կալանքի կրման այդ պայմաններում, օրինակ այդ տեխնիկական սարքերը լիցքաթափվում են կամ տեխնիկական սարքերը ինչ որ անսարքությունների պատճառով չեն աշխատում, կապը կորում է շահառուի հետ եւ ինքը պրոբացիայի մարմինը ուղիղ այդպիսի լիազորություններ չուներ որոշակի արագ արձագանքման եւ ստուգողական գործողություններ իրականացնել, հասկանալու համար օրինակ եթե կապը կորավ պրոբացիայի շահառուն մեղադրյալը օրինակ իր բնակարանում էր, բայց կապ չկա քննչական գործողության վայրում է, բայց ուղղակի կապ չկա։ Այս դեպքում նրանք բոլոր դեպքերում դիմում էին ոստիկանության մարմիններին եւ ըստ էության խնդրում էին աջակցել, օրինակ գնալ մեղադրյալի բնակության վայր հասկանալու համար մեղադրյալը տանն է թե ոչ, այսինքն խնդիրը տեխնիկական է, թե գուցե ավելի լուրջ է, օրինակ ենթադրյալ փախուստի դեպք եւ այլն։ Կարծում եմ, որ օրենսդրական փոփոխությունը պրոբացիայի մարմնին թույլ կտա ավելի գործուն միջոցներով վերահսկել շահառուների նկատմամբ իրականացված սահմանափակումները։ Ներկայումս բացակայում է միասնական իրավական ակտը, որը կհստակեցնի ձերբակալված, կալանավորված եւ դատապարտված անձանց փոխադրումների ուղղությունները պրոբացիայի ծառայության, ներքին գործերի նախարարության, ոստիկանության եւ քրեակատարողական ծառայության միջև։ Առաջարկվում է համապատասխան օրենքներում նախատեսել լիազորող նորմեր նախարարությունների համատեղ իրավական ակտ ընդունելու համար։ Ձերբակալված, կալանավորված եւ դատապարտված անձանց փոխադրումների ուղղությունների եւ ուղեկցումներ իրականացնող մարմինների միջև այդ ուղղությունների բաշխման վերաբերյալ մեկ միասնական ակտ ներկայում չունենք։ Նշված հարաբերությունները որոշ չափով կարգավորվում են Արդարադատության նախարարի դեռևս 2009 թվականին ընդունված հրամանով եւ կառավարության նույնպես 2009 թվականի որոշմամբ, սակայն այդպես մեկ միասնական իրավական ակտ, որը կպարունակեր հստակ եւ ընդգրկուն կարգավորումներ նշված ոլորտում չունենք։ Կարծում ենք, որ մեկ միասնական իրավական ակտի ընդունումը կարևոր է իրավական որոշակիության սկզբունքի ապահովման տեսանկյունից, կարևոր է հատկապես իրավակիրառ մարմինների համար, մասնավորապես քրեական վարույթ իրականացնող մարմինների, որոնք այս կարգավորումների ընդունման պարագայում այլևս հստակ կիմանան, թե որ մարմինը պետք է իրականացնի այս կամ այն անձի ուղեկցումները եւ կկարողանան հստակ հասցեագրել իրենց գրությունները, կիմանան, թե ում պետքա համապատասխան հանձնարարությունը տան այդ ուղեկցումներն ապահովելու համար։ Այս խնդրի լուծումը տրվելու է Արդարադատության եւ ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով։ Երբ ընդունվի մի քանի գերատեսչությունների կողմից մշակված մեկ միասնական իրավական ակտ, որով հնարավոր կլինի ամբողջությամբ կարգավորել այս ոլորտը, եւ այս գերատեսչություններից յուրաքանչյուրը հստակ կիմանա ինչ պարտականություններ ունի, որտեղ են վերջանում այդ լիազորությունների սահմանները, տվյալ գործառույթը հատկապես գերատեսչություններից որ մեկը պետք է ապահովի, եւ սրանով կարծում եմ եւ արդյունավետությունը կբարձրանա եւ պետական միջոցներն ու ժամանակը կխնայվի։ Օրենքի նախագիծն անցել է հանրային քննարկման փուլը եւ ներկայացվել է կառավարությանը։ Կառավարությունը ներկայացվող նախագծին դրական եզրակացություն է տվել, այն առաջիկայում քննարկման կդրվի ազգային ժողովում։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում։